Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը անհրաժեշտ է, բայց այն պահանջում է զգալի տնային աշխատանք, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Հանդիպումը անշուշտ կարևոր է, բայց այն պահանջում է զգալի տնային աշխատանք փորձագիտական մակարդակով։ Պեսկովի պատասխանն է լրագրողի հարցին, արդյոք Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը կարող է խթան հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար։ Ռուսաստանը պաշտոնապես որևէ ծրագիր չի ստացել ԱՄՆ-ից Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։ Նա նշել է, որ ներկայումս լրատվամիջոցներում մեծ արտահոսք կա քննարկումների, կետերի, ծրագրերի մասին։ Որոշ հոդվածներում խոսվում է մի թվի մասին, մյուսներում այլ թվի։ Պաշտոնապես ԱԳՆ-ն, որը ԱՄՆ-ի հետ հաղորդակցության հաստատված ուղին է, այս հարցի վերաբերյալ որևէ նման առաջարկ կամ ծրագիր չի ստացել։ Հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանը որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնց համարում է իր դաշնակիցը, Փեզեշքյանի հայտարարությունն է։ Մեր բարեկամ որոշ երկրներ պետք է օգնեին 12-օրյա պատերազմի ժամանակ, բայց չարեցին դա, նշել է Իրանի նախագահը։ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Մուստաֆայևի հետ, քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՌԴ-ի հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հիմնվելով 2020-22 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի վրա։ Քննարկվել են նաև 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի անխափան գործունեության պահպանման հետ կապված հարցեր։